Եթերում հեռանկարն է։ Քաղաքական ուժերը ընտրությունների նախապատրաստման ընթացքի մեջ են, ինչպես են դրան նախապատրաստվում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունում։ Այս մասին կխոսենք նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Շիրինյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք հենց ներքաղաքական կյանքից։ Դուք պատրաստվում եք ընտրությունների եւ մենակ եք գնալու։ Ինչու նման որոշում կայացրեցիք։ Գիտեք, տարբեր տեսանկյուններ կան, հիմնավորումներ։ Նախարարինը 4%-ի բարագան է, արդեն հաջորդը 8% եւ այլն։ Բարձր է, որ մեր տիպիկ կուսակցություններ, որոնք հեղափոխությունից հետո եւ այդ ընթացքում են ձևավորվել եւ որոնք իսկական կուսակցություններ դառնալու միտում ունեն առանց օլիգարխիկ այդ գործոնի, ուրեմն դժվար հաղթահարելի է դա, բայց կարծում եմ 4-ը մեզ համար հաղթահարելի է։ Դա կարևորը դա է։ Երկրորդը սա ավելի շատ մեր ներազգային խնդրի հետ կապ ունի եւ մեր ժողովրդի մշակութային ինքնության, որն է քաղաքական ինքնության։ Վերջը մենք լավ է, որ վերջի շրջանում անընդհատ պատարակ քրիստոնեական 301 թվի հիշատակում այս փաստի արձանագրումը, որ ես 5-6 տարի անում եմ եկեղեցիներ գնալով հաղորդում եմ, ասում եմ հիմա մեզ համար չափազանց կարևոր է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն ունենալը, իրական կուսակցություն, որի ուրեմն կոնցեպտուալ հիմքը, փիլիսոփայությունը բազավորված լինի մեր ուրեմն մեր առաքելական եկեղեցու փիլիսոփայության վրա ունեցած մշակութային արմատի վրա, որը դարերի խորք է գնում 301 թիվ եւ այն, եւ սա այն փափուկ ուժն է, հիմա գիտեք շատ է խոսվում, որ ահռելի պոտենցիալ ունի։ Նույնիսկ Միացյալ Նահանգների փոխնախագահը շեշտեց այդ փաստը։ Հիմա փաստերով խոսենք մեզ վրա ազդեցությունը։ Հիմա այո, դա մենք բարձ է, որ մեր ժողովրդի եւ մեր հոգեկանի պատերազմից եւ այլնից հետո վերականգնման կարիք ունենք։ Ես խորապես համոզված եմ, որ հավատալ, չհավատալ դնենք կողքի, մեր ինքնության վերագաղնում արքետիպային, որ այս շրջաններ է գնում, ուրեմն մեզ գվերի հաջողության։ Ընդ որում այստեղ ես ինքնատիպ չեմ։ Ես դա վերցրել եմ կոնցեպտուալ, մոդելային իմաստով, թե չէ մնացածը որևէ բան չկա։ Գերմանիայի առաջին Հիտլերից հետո կանցլեր Ադենաուերի փորձից, որը նույնն ասում էր գերմանացիների համար, մենք վերադառնանք մեր այսինքն արևմտյան կրոնի փիլիսոփայական ժառանգության մշակութային հենքի վրա մեկ եւ երկրորդը գրկենք ազատությունը, ազատություն։ Այս նույն սկզբունքները մեզ մոտ շատ ավելի կարող են գործել, քան նույնիսկ Գերմանիայում են եղել եւ դրա համար նաեւ այս ընտրությունն է։ Հետո երրորդ մասը ունեք, արդյոք այդ ակնկալիքը կարող է իրականություն դառնալ, ինչպես օրինակ Գերմանիայում Ադենաուերի ժամանակ։ Ես նույնիսկ այդ մասով 2-3 ժամից ավելի ժամանակ են խոսել եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Ռիխտերի հետ, որը շատ հաճելի զրուցակից եւ մտահոգ մարդ դուրս եկավ, մենք երկար զրուցել ենք, որտեղ ինձ համար հետաքրքիր էր իրենց կարծիքը, գրեթե ասեց մի բան ավելացրեց, ասեց այո, ես ասում եմ հնարավոր է ձեր հարցը, ես կունենամ հեռանկար, որ շարունակեմ եւ այլն, ասում է նայեց, ասեց գիտեք դուք ճիշտ եք, ինչի ասեց, որտեղ մենք եւ դուք հայերս եւ գերմանացիները մշակութային ժողովուրդ ենք եւ այդտեղ է մեր հաջողությունը։ Հիմա այսպես մնացածը։ Հիմա նաև պետք է ցուցակ կազմվի։ Արդյոք ձեր ռեսուրսները բավարար են այդ ցուցակը ամբողջությամբ կազմելու համար, թե նաև ընտրելու եք այլ մարդկանց, ովքեր ձեր կուսակցության անդամներ չեն։ Արդեն վերջացնում ենք նախագծային իմաստով եւ կհասցնենք։ Հիմա շատ լավ է նաև հանրության տեղեկացնելու համար, դե հայտնի է, որ ես գիտության ոլորտի մարդ եմ եւ ունեմ մեծ միջավայր հատկապես ֆիզիկոսների, ասեմ նույնիսկ մաթեմատիկոսների եւ մշակույթի գործիչների մեջ ցուցակի մեջ կան 4 աշխարհում հայտնի ֆիզիկոսներ,
առաջատար, կարող եմ անունազգաններ ասեմ, կրաբարակ եմ, խնդիր չունենք։ Քվանտային ֆիզիկայի առաջատար դուք բարձե ինչ է, սենսորային տեխնոլոգիաների առաջատար Սամվել Գևորգյան պրոֆեսոր, որ աշխարհում տեխնոլոգիական փոխվերող աշխատանքի ոլորտ է, այսպես եւ հետո մի շատ հետաքրքիր անձնավորություն մաթեմատիկայի համաշխարհային դեմքերից մեկ, այդպես ասենք, որտեղ մենք ունենք, որոնք հետ կան չեն երևում, Գրիշա Բարսեղյանը, որը Սիդնեյ, այսպես Սինգապուր, Լոնդոն, թագավորական ընկերություն, դոկտոր պրոֆեսորներ են բոլորը, Թրունի Կարապետը, որը կուսակցության նաև անդամ է եւ քվանտային ֆիզիկայի առաջատարներից է։ Ուրեմն ես բլոկ այսպես ասենք, կարող եմ շարունակել։ Մեզ լսողները Դրանք կուսակցականներ չեն, բացի մեկը, նաև մշակույթի գործիչներն են, դոկտորներ։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ խելոքները դոկտորներ են, բայց բոլոր դեպքերում դա էլ նշանակություն ունի, այս սերնդի համար կարևոր է։ Մեզ լսողները կարող են այսպիսի հարց առաջադրել, այդ մարդիկ իրենց ոլորտներում, գիտության ոլորտում առաջատարներ են, արդյոք նույնքան կարևոր դերակատարում կարող են ունենալ քաղաքականության մեջ, որքանով է հավանական, որ այնտեղ, որտեղ հաջողել են, այստեղ եւս կարող է հաջողել։ Այստեղ մեկն է, որ կուսակցության անդամ է եւ հավանական, բայց իրենք եթե լինում են, ես իրենց հետ աշխատելու իմ մեթոդներն ունեմ եւ որպես էքսպերտային, այսպես ասած, հանրույթ փոքր խումբ կլինեն միշտ ինձ հետ։ Մաթեմատիկայի հարցով շատ հետաքրքիր ինչ է, որ Գրիշան Բարսեղյան ինքը ուզեց անպայման կուսակցության նախագահի խորհրդական լինել, բայց ոչ ցուցակի մեջ, բայց այս մեզ հետ լինել, որը մաթեմատիկայից դուրս պետական ապարատի ռեֆորմի հայեցակարգեր ունեն, ովքեր որ գիտեն լավագույն, եւ մենք այդ իմաստով կարծում եմ, որ կաշխատեն որպես էքսպերտներ, դրանք նաև համեստ մարդիկ են, ովքեր որ են չի, որ իրենց կոտորում են լինելու պատգամավոր, որտեղ իրենց ոլորտներ ունեն, բայց որ դե բոլոր դեպքերում դա ավելի լավ է, քան չեղածել է։ Երբ հայտարարում եք, որ մասնակցելու եք ընտրություններին, ահա նշել եք, որ ձեր նպատակը ուժեղ տնտեսություն, հզոր բանակ, նոր որակի պետական կառավարում, մենեջմենտ ունենալն է։ Այսպիսի հայտարարություններ այս օրերին անում են քաղաքական գրեթե բոլոր ուժերը։ Ինչու պիտի հենց ձեզ հավատալ։ Ասեմ ձեզ, որովհետև հիմա վերադառնանք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունների պրակտիկային։ Սրանք նոր տիպի կուսակցություններ են աշխարհում մեկ, հայրենական այդ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո եւ ուրեմն այն կոնցեպցիաները, որոնք կիրառել են արդյունաբերության մեջ, տեխնոլոգիաների մեջ, սեփական հումքի սպառման, տեսեք մենք բոլորն ունենք, մշակութային վերականգնման, մշակութային վերելքի եւ այս բոլորը եթե վերցնում ենք, խոսքը մոդելայինի մասին է, դրանք Հայաստանում շատ հեշտ է կիրառել։ Հիմա կոնկրետ ոլորտներ կասեմ, որովհետեւ իմ պատկերացումն այնպեսին, որ Հայաստանը միշտ կարող է ենթակա լինել շրջափակման, այսօրվա խաղաղությունը շատ լավ, ողջունելի եւ պաշտպանում ենք, բայց շրջափակման հնարավորությունները պիտի լինեն եւ մենք ազգային անվտանգության մեր հայեցակարգը, մեր ժողովրդի ապահովություն եւ երկրի դինամիկ զարգացումը պիտի զուգորդենք տեղական հումքի եւ տեղական կադրերի, տեղական համալսարանական գրչան, այս տեղական ռեսուրսի հետ։ Այդ իմաստով տեսեք, Հայաստանն ունի անսպառ ոչ մետաղական հանքերի ուրեմն պաշար, քար, շատ եմ ասել, լայնորեն օգտագործեք։ Ամեն ինչ, մեկը նավթ ունի, քիմիա է, մոլեկուլ է, մեկը ունի քար։ Մենք ունենք լավ լեռնամետալուրգիական հանքարդյունաբերության պաշար։ Սրանք պիտի բան լինի, այսպես վերահաշվառվի, ում է ծառայում, ինչի է, եւ այլն, այս բոլորը հիմք են տալիս, այսինքն ինձ ասել է, որ այո, բազային իմաստով, իսկ տեխնոլոգիան իմաստով, իհարկե, արդեն դա ոչ միայն իմ ցանկությունն է կամ Միացյալ Նահանգների Թրամփի բարյացակամությունը, բայց Հայաստան, Ամերիկային համաձայնությունը, որ եղավ, դա արդեն Հայաստանը իմ հաշիվներով, որի մասին ասել եմ, եթե մենք կարողանանք դա կիրառել եւ պիտի կարողանանք, Հայաստանը կարող է դառնալ երկրորդ
Թայվան եւ դրա մեջ ոչ մի շոկ չկա։ Ես աշխարհակական մի բան ասեմ մեջ է։ Մենք դեռ խոսելու ենք այդ մասին, այո։ Պարագան, որ կոնտեքստի մեջ հասկանալի լինի։ Մենք սովորաբար ես սովորություն ունեմ քարտեզին նայել։ Ֆիզիկական քարտեզը ինձ հուշում է իմ տրամաբանությունը, իմ եզրակացությունը եւ խորհուրդ եմ տալիս նայ բոլորին, ովքեր որ ուզում են։ Եթե նայում ենք Հայաստանի Հանրապետության այն դիրքը, այսօր ինչ որ ունենք, դուք եթե նայում եք, եթե մի ամբողջական շղթա է տարածաշրջան Հայաստանից վերցրեցիք, ամբողջը վերև կբարձրացնեք։ Հայաստանի գյուղական իրականություն փոխվել է եւ այդ իմաստով երկրորդ Թայվան լինելը շատ հավանական է։ Մանավանդ Թայվանի հարցով Չինաստանի վեճը կա եւ այլն եւ ես խորապես համոզված եմ Միացյալ Նահանգները հաշվի վրա բազավորվում են Հայաստանում։ Եթե ձեզ հաջողվի անցնել 4%-անոց շեմը եւ հայտնվել խորհրդարանում, ում հետ եք պատրաստ դաշինք կազմել, ձեր գաղափարները ովքեր են կիսում։ Ու ասեմ, իմ պատկերացումը բացառապես քաղաքագիտական է եւ մասնագիտական է ոլորտում։ Ես ժողովրդին էլ մեր իշխանություններին նաեւ բոլորին զգուշացնում եմ, երբ բևեռ այն իրականության կրկնությունը, որի վտանգը կա։ Եթե նկատել եք, կարծես Հայաստանում նախագահական ընտրություններ են, խորհրդարանական ընտրությունների մասին խոսքեր չկա։ Ես սա սխալ է ընկալում է։ Մենք պարլամենտական պետություն ենք եւ պարլամենտը պիտի լինի բազմազան, խոսույթ պիտի լինի, դիմություն, ընդդիմություն, այս բոլորը եւ խորհրդարանը պիտի ունենա աճ, ձախ կառուցվածք, եթե աճ ձախ, ուրեմն կենտրոն։ Ընդհանրապես քրիստոնյա ժողովրդավարական բուսակցության այն մոդելը, որ ես եմ ժամանակին առաջացրել եւ մարդիկ համաձայն են եղել, դա աճ կենտրոնի կուսակցություն, այսինքն բուֆերն է, որը համաձայնեցնում է զիջումների է տանում, որտեղ կոնֆրոնտացիան խորհրդարանում դուրս է բերում եւ սոցիալական համաձայնության սկզբունքի վրա է կիրառում։ Այդ իմաստով մարդիկ կարող են տեսնել Բավարիայի քրիստոնյա սոցիալական միության քանակը քիչ լինելը, բայց այս կարևոր դերակատարություն առանց որի ԿԴՄ-ն չի կարողանում աշխատել, մերձի կուսակցությունը, դա այդպես է։ Ես այս մոդելն եմ առաջարկում եւ զգուշացնում եմ։ Մենք հիմա եւ սովետական շրջանում նաեւ ունեցել ենք պարլամենտ, որտեղ խորհրդարանը գերագույն խորհուրդ ազգային ուրեմն բայց պարլամենտարիզմ չունենք։ Այստեղ է ողբերգությունը, բախումները, բուֆերը չկա։ Իրար են տալիս եւ այս սխալ է այն պատկերացումը, որ կարծես թե Փաշինյան կամ Էսմետ եւ այլն այդպես չի, ուրեմն դրա համար ինչ է պետք։ Պետք է որ կազմակերպվի կուսակցությունների առաջարկած նախագծերի հիմա քննարկում, համադրում եւ ընտրողը ընտրի ոչ միայն անձերին, անձերն են կարևոր, այլ նաեւ այդ առաջարկված նախագծերը։ Ինչը չկա, տեսեք, այս խոսույթը գրեթե չկա։ Ձեր ելույթներից մեկը անվանված էր պարլամենտարիզմի ծուռ հայելին։ Հիմա որքանով է հաջողվելու այս ընտրություններում այդ ծուռ հայելին ուղղել։ Ես այս դա էլ անում եմ, այս մեր հանդիպումը, որ շնորհակալություն։ Ունեք արդյոք այդ ներուժը։ Այո, ես ենթադրում եմ, որ մենք կանցնենք, վստահություն ունեմ, հիմա մնացած Աստված գիտի ինչպես ասում եմ, բայց քանի որ ես 6-7 տարի արդեն Հայաստանի շրջաններից, Երևանից դուրս չեմ գալիս քայլելով, եթե վստահ որ կհիշեք, պատերազմից հետո առաջինը որ ելել եմ Տիգրան, առաջինը ինքնիշխանության հարցն է եղել, երկրորդ հարցը, որ ես ասել եմ, որ Հայաստանին կայունություն է պետք, կայունություն, չնայած նորմալ վիճակում կայունությունը այնքան էլ լավ բան չի, անկայունությունը մի քիչ շարժում է, չէ, բայց մեզ համար դա է եղել եւ այդ անկայունությունը պահելու համար ես անընդհատ շաբաթ կիրակի Հայաստանի տարբեր վայրեր, որտեղ լարումներ են եղել, Մեղրի, Ագարակ, Սյունիք, Նոյեմբերյանի շրջան եւ այլն, դա հայտնի է, հաղորդումներ եւ այլն, եւ եկեղեցու վերականգնման կարեւորություն, մեր եկեղեցին մեզ սկզբունքը, ուզում եմ ասել, որ դա պետք է հաջողի եւ դա մեզ դուրս կբերի զարգացման մայրուղի։
Մենք ներքին քաղաքականությունից գնանք դեպի արտաքին քաղաքականություն եւ մենք այսօր երբ հանդիպում ենք աշխարհում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ 5 շաբաթյա պատերազմից հետո Միացյալ Նահանգները եւ Իրանը երկշաբաթյա հրադադար հաստատեցին։ Սա ինչի մասին է խոսում, արդյոք իմիտացիա է թե իրական խաղաղության հիմք է ստեղծում։ Գիտեք ինչ կա, մենք այսպես Միացյալ Նահանգները հանդիպեցին Իրանի ապառաժին, բայց ապառաժը իրեն սպառել է դիմադրողականության մեջ։ Սա այն դեպքն է, երբ գամավոր համաձայնությամբ մինչև վերջնական պարտություն որևէ կողմի, այստեղ բարձր ինչ կարող է լինել, սկսվում է առևտուրը։ Հիմա կարծում եմ, որ ինտենսիվ առևտուր է գնում, որը Իրանի եւ ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էս գործընթացն է, այն որ միջուկային զենք եւ այլն արդեն հնարավոր է չի ունենան, բայց նաեւ Իրանը կործանելը քաղաքակրթությունը սխալ է, որ կլներ։ Հիշեք Բելգրադի ռմբակոծումները, հենց Բելգրադի, հիշում եք, կամուրջներ եւ այլն Ֆարավստավյան քանդվեց, վերջացավ։ Ինձ թվում է Իրանի իշխանությունները հենց կամրջի էլեկտրականների ռմբակոծման վտանգ զգացին, գնացին զիջումների եւ բանակցությունների։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի ուրեմն գեոստրատեգիական միջավայրը շատ ավելի լավացավ, պատերազմի սպառնալիքը կարծում եմ չի վերահսկվելու եւ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների քիչ շատ կանոնավորումը անխուսափելի է, նաեւ Իրանի դուրս մղվելը Բաղդադից այն կողմերը դա բացառված է, միջև գրական չեն թողելու Իրանին պարտավորեցնելու է գալ իր անգերց բարեկամի հետ ավելի մեծ հարաբերությունների։ Մանավանդ Միացյալ Նահանգների հարաբերության մեղմացում, դա անխուսափելի բան, այլապես կշարունակվի։ Հիմա ես հիշեցնեմ, ուրեմն Բժեզինսկոց մի արտահայտություն, կարծում եմ ամերիկացիները այդ սկզբունքով էլ աշխատում են։ Շախմատային տախտակ աշխատանքում նա գրում է, որ այդուհանդերձ ուրեմն Իրանի եւ Միացյալ Նահանգների հակադրությունը ստրատեգիական չի, այդուհանդերձ տակտիկական է, որի մասին ես հունիսին 5 երևի 7 օր Միացյալ Թեհրանում եմ եղել, բազմաթիվ զեկուցում ամեն օր ասել եմ, ձեր հակամարտությունը ճիշտ է, սուր է, բայց լուծելի է։ Կարծում եմ այս սկզբունքի վրա կլինի եւ Չաբարի նավանկից կաշխատի, որտեղ Բանդար Աբասը քիչ շատ վտանգվեց։ Ինչ հնարավորություն դա կտա, սա էլ հակիրճ պատասխանենք եւ մեզ ինչ հնարավորություն կտա, Չաբարի մասին խոսեցիք, սա նոր հնարավորության տեսանկյունից է դիտարկում։ Պատուհան դեպի օվկիանոս։ Ինչի դարերի մենք խնդիր ունենք, չէ՞ ծով դուրս գալը։ Չաբարի նավանկից օվկիանոսային է, կիսակառույց է, բայց Իրանի լավագույն ծովախորշային նավահանգիստն է, որտեղ օվկիանոսային է, Բանդար Աբաս օվկիանոսային չի։ Երկրորդը տեսանք, այնտեղ խնդիրներ կա։ Հիմա եթե վստահ եմ իրենք որ լսեն, չեմ կասկածում, ես որ ասում եմ իրենց, որ Չաբարը ձեր ապագան էստեղ է, քչի շատից, այլ ոչ Բանդար Աբասի, օքեյ, ամեն ինչ լավ է, բայց այս ճանապարհը գիտեք ինչ յուրատկություն ունի։ Մինչև Երևան ասֆալտապատ հզոր ճանապարհ է, Հայաստանի մասն էր, որ խնդրեմ էր, բայց մեր հարավհյուսիսը դուք այս գողապետության տապալումից հետո գիտեք ինչպեսի ճանապարհաշինություն է գնում։ Իհարկե դա ամերիկյան ստանդարտ չի, բայց շատ ավելին է, քան երբևէ մենք պատկերացրել ենք, մանավանդ թունելաշինությունը, այս բանի քաջարան է, այնպես որ դուք կարող եք ապրանք ստանալ Չաբարում, ֆուրը մինչև գնա Թիֆլիս, Վրաստան, չգիտեմ ինչ, Հայաստան եւ այլ խնդիր չունենք։ Եվ կարծում եմ այս ուղղությամբ պիտի աշխատենք։ Իմիջիայլոց ասեմ վերջի շրջանում այդ մասին ես ասել եմ վարչապետի մեր Չաբարի վերաբերյալ։ Շնորհակալություն, այստեղ ավարտենք այսօրվա զրույցը, դեռ առիթներ կունենանք, իսկ ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Լևոն Շիրինյանն էր։